Get ready with me, միասին գնում ենք ման գալու։ Եվ այո, ինչպես տեսնում եք, իմ հետևի ֆոնը փոխվել է, քանի որ մենք եկել ենք Հայաստան, 13 օրով ենք եկել ճիշտ է, բայց ես շատ ուրախ եմ։ Անկեղծ ասած, մեր Հայաստան գալու շատ արագ ստացվեց ու հետն էլ պատահական, որովհետև մեր դպրոցը ոչ մի ձև չէր թողնում, որ մենք գայինք գոնել մի ամսով, բայց լավ է, երկար համոզելուց հետո մեզ վերջապես թողեցին, որ 13 օրով գանք, բայց ընդամենը ես դպրոցից բացակայում եմ 5 օր, որովհետև ես մի շաբաթով մեր դպրոցը արձակուրդ է։ Հաջորդը կանենք Լարենի այս տուշը։ Ես իր մասին այնքան խոսացել, որ ինձ թվում է արդեն անիմաստ է։ Այս 13 օրերը մենք շատ զբաղված ենք, ու այն որ ամեն օր մի բան փորձում ենք անել։ Օրինակ, երեկ ես գնացել էի իմ դպրոցը այստեղի Հայաստանի, այն որ երեխեքին բոլորին կարոտել էի, վերջապես իմ կարոտը առա, թե դպրոցից, թե երեխեքից, ու ինձ թվում է այսի վերջի անգամի չի, ինձ թվում է էլի կգնամ ես, մի օր կհարմարացնեմ։ Անում ենք Dior-ի իմ ամենասիրած highlighter-ը։ Այս մի քանի օրը անընդհատ վազում եմ Viber-ից, որ իմ պատվերները վերցնեմ, որովհետև իրականում շատ են իրանք, ու ես դիտվում եմ շատ բաներ պատվիրել, որ հավես unboxing-ներ նկարենք։ Այսօրվա այն պատվերներից եկել եմ Mixit-ին 2 պատչերի, ինչպես նաև Rode-ի այս նոր շրթներկը։ Ես իրան շատ եմ հավանել ու կարծեմ այս տարվա trend-ն է այս espresso գույնը։ Ես իրան փորձեցի, բայց անկեղծ ասած շատ մուգ գույն ունի։ Եթե ուզում եք անել լատե կամ էսպրեսո մեյքափ, ինքը հրաշալի տարբերակ է, բայց եթե ուզում եք առօրյա օգտագործեք, ինձ թվում է շատ մուգ կլինի, իսկ ես գույնը չնայելով իրան ուղղակի վերցրել եմ զուտ իր էսթետիկ տեսքի համար։ Քանի որ մեյքափս ավարտեցինք, եկեք վերջում անենք իմ ամենասիրած մազերի պարֆյումը։ Ես անկեղծ ասած չգիտեի, որ ինքը մազերի համար նախատեսված, որովհետև ինքը տարբեր չափսեր ուներ ու պարզվում է, որ այս փոքր չափսը մազերի համար է, բայց էլի ինքը շատ անուշ է ու նաև ոնց որ օծանելիք կարամ օգտագործեմ։ Իսկ դուք չմոռանաք հետևել իմ YouTube-ին, Instagram-ին եւ իհարկե իմ TikTok-ին, ձեզ շատ սիրում եմ։